Ամեն օր միջինում Հայաստանում մեկ մարդ զոհվում է ճանապարհատրանսպորտային վթարներից եւ սա 35 տարի շարունակ։ 35 տարում Հայաստանի ճանապարհներին մեքենաների վթարից զոհվել է շուրջ 11,000 մարդ։ Այդ թիվը համեմատելի է Ղարաբաղյան երկու մեծ պատերազմների զոհերի թվին՝ 91-ից 94 թվականների եւ 44-օրյա պատերազմի բոլոր զոհերի թվին։ Ընդ որում, եթե պատերազմներում հիմնականում զոհվել են տղամարդիկ, ապա մեքենաների վթարներից հավասարապես զոհվել են թե տղամարդիկ, թե կանայք, թե երեխաներ, թե ծերեր։ Եթե այս վիճակագրությունը նույն ձևով շարունակվի, ապա 2020-ից 30 թվականներին Հայաստանի ճանապարհներին զոհված կլինի նույն թվով մարդ, ինչքան զոհվել է 2020 թվականի պատերազմի ընթացքում։ Հայաստանում գրեթե չկա ընտանիք, որը առնչված չլինի վթարի հետ կամ գոնե չճանաչի մեկին, որը առնչվել է վթարի հետ։ Ես դեռ չեմ խոսում վիրավորների մասին։ Վիրավորները տասնյակ հազարավոր են։ Այս ողբերգական վիճակագրությամբ Հայաստանը համեմատելի չէ ոչ մի զարգացած երկրի հետ։ Գերմանիայում մեքենաների վթարներից 4 անգամ պակաս մարդ է զոհվում, եթե հաշվենք 100,000 բնակչի քանակով։ Իսկ եթե հաշվենք մեքենաների քանակով, քշած կիլոմետրերի քանակով, այսինքն փոխենք մեթոդաբանությունը, տարբերությունը կազմում է մինչև 10 անգամ։ Մեր վիճակագրությունը համեմատելի է աֆրիկյան երկրների վիճակագրության հետ, ընդ որում ոչ բոլոր աֆրիկյան։ Կան երկրներ, որ մեզնից ավելի լավ վիճակագրություն ունեն։ Այս խնդիրը լուծելու համար ընդամենը պետք է անել երկու համալիր գործողություն։ Գործողություն համար 1. Հայաստանի բոլոր վարորդները պետք է կրկնակի քննություն անցնեն, դա հնարավոր է կազմակերպել 3 տարվա ընթացքում։ Եվ երկրորդը, Հայաստանի ճանապարհները գտնվում են կահավորման խիստ վատթար վիճակում։ Եթե Հայաստանի ճանապարհները կահավորվեն այնպես, ինչպես կահավորվում են եվրոպական զարգացած երկրների ճանապարհները, ապա վարորդների կրկնակի քննության պարագայում հնարավոր կլինի ամեն տարի Հայաստանում փրկել առնվազն 200 մարդու կյանք, ել չխոսած վիրավորների մասին։ Եթե ես ղեկավարեմ Հայաստանը, ես դա կանեմ ընդամենը 3 տարում։